Լույս հայրենակիցներ, այս գեղեցիկ օրվա ապակցությամբ գիտեք այսօր մեզ մոտ երեխաների միջազգային օրն է։ Այսօր մենք գտնվում ենք, կարելի է ասել, մեր հանրապետության սրտում, Գյումրի քաղաքում։ Տեսնում եք, եկել ենք այստեղ։ Ուզում ենք հասկանալ ոնց են այսօր անցկացնում գյումրեցիները։ Через там иду. Հայրենակիցներ, մենք գտնվում ենք Գյումրի քաղաքում, ահա այստեղ ոնց տեսնում ենք Գյումրի քաղաքի բարձրանքներից մեկը, այս եկեղեցու հենց բակում մենք հանդիպեցինք այսպիսի մի համալիրի հուշարձանի, կարելի ասել, ես կանվանեի հուշահամալիր, որովհետև այսքանով չի սահմանափակում այստեղի գեղեցկությունը։ Սա ուրեմն անմեղ զոհերին բարեգութ սրտերին հուշարձանը, որը կանգնեցվել է ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահների, կառավարությունների ղեկավարների և հասարակայնության աջակցությամբ Մոսկվայի և համայն Ռոսիո պատրիարք Ալեքս V-ի և Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին V-ի ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակի հավերժացման, հոգեբարձուների խորհրդի և Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ խոր վշտով աղետի անմեղ զոհերին ու երախտագիտության փրկարարներին Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներից, որոնց հիշողության մեջ այս ողբերգությունը կմնա հավերժ։ Ահա տեսնում եք այստեղ նաև ուրեմն եկեղեցու այն գմբեթն է, կարելի ասել, որը որ ես ոնց հասկանում եմ երկրաշարժի արդյունքում վնասվել է և ի հիշատակ մնացել է այստեղ որպես հուշարձան։ Ահա տեսնում եք, սա երկրաշարժից վնասված եկեղեցին է և սա արդեն վերակառուցված։ Ոնց հասկանում եմ, եկեղեցի մուտքը այս պահին հնարավոր չէ, բայց փորձենք ձեզ ցույց տալ այն ամենը, ինչ որ մենք կկարողանանք այս պահին այստեղ տեսնել։ Կարծես թե այն կողմից մուտքը հնարավոր է, փորձենք հիմա գնանք մտնենք այնտեղ։ Ամեն դեպքում հայրենակիցներ, ուզում եմ այս սուրբ վայրում, եկեղեցու հարակից տարածքում շնորհավորել մեր բոլոր փոքրիկների, հատկապես հայ փոքրիկների տոնը, չնայած որ այս տոնը համարվում է միջազգային տոն, աշխարհի բոլոր մանուկներին, փոքրիկներին, պատանիներին, երիտասարդներին միայն մի բան կկամենամ, որ միշտ ապրեն խաղաղ երկնքի ներքո, միշտ լինեն ուրախ, ժպիտները անպակաս լինի իրենցից, թող որ Աստծո օրհնանքը հավերժ լինի մեր երկրի, մեր մատաղ սերնդի կողքին, թող որ մեր երեխաները, մեր պատանիները, մեր երիտասարդ սերունդը երբևէ ու երբեք չտեսնի ոչ պատերազմներ,
ոչ զոհեր, չունենա բնական աղետներից կորուստներ ու ողբերգություններ։ Ու թող որ միշտ այս գեղեցիկ տոնը ժպիտ բերի բոլորին, թե համայն հայությանը, թե առհասարակ աշխարհի երեխաներին։